Ահա, ժողովուրդը քարոզարշավի ամենամեծ խնդիրն է, որ չաղանում ենք, սենց ոնց կլինի։ Նիկոլ Փաշինյանը դժգոհում է, բայց ընդունում է դավթաշենցիների իրեն նետած գիրանալու մարտահրավերը։ Բակերից մեկի զրուցարանում Փաշինյանը դեռ կարգին չէր սկսել օգտվել սեղանի բարիքներից, երբ կարևոր լուրով մոտենում է Ալեն Սիմոնյանը, քարտեզներ է պարտվել։ Երեխեք այդ քարտեզի վրա ֆուտբոլ են խաղում։ Լսի, այդ դեպքում Ապա 50-ատ պահել է։ Ժպտում է Փաշինյանը ու շնորհակալություն հայտնում բնակիչներին, որ իրենց նստելու շանս են տվել, հոգնեցնում է քարոզարշավը։ վայ շնորհակալ ենք, հա։ Բայց իրենց շատ ձայն է պետք, նկատում է Բաբկեն Թունյանը։ Մեզ շատ է պետք, շատ։ Երբ հյուրասիրությունից օգտվում վերջացնում է Փաշինյանը, բոլորով վեր են կենում սեղանից։ Գոհ են։ Աղուհացը ես համարում եմ մարդուն մատուցված ամենամեծ պատիվը։ Դավթաշեն վարչական շրջանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարը ռուպերով է շրջում։ Երեխաներին ԿՊ նախընտրական վանկարկումներն է ճիշտ արտասանել սովորեցնում։ Չէ, հատորի ապետ, ոչ թե 16-ին, այլ 16-ին։ Սկսում է թվարկել, որ առողջության ապահովագրության համակարգն են ներդրել, թոշակներն են բարձրացրել, բայց ոչ այս տղամարդու թոշակը։ Լավ եք, Հարկասը։ իսկ ես լավ չեմ։ Ինչի։ Ամսի մեկից թոշակից չի բարձրացել։ Ինչի։ 4800 դրամ է բարձրացել։ Զինծառայության երկու խմբի հաշվարկում։ Սա սոցիալ Օգնականներից ով կա։ Շատ է ջանում Փաշինյանը, որ ժամանակացույցից հետ չընկնի, բայց քաղաքացիներն իրենց խնդիրներով շատ են ընդհատում ԿՊ-ի քարոզարշավի ընթացքը։ Երկու բառով ասեմ, Դավթաշենում մեքենաների փոխության հարցը խնդրեմ, որ խիստ է լինեք։ Մենք Ռուսաստանից անընդհատ գալիս ենք, մեր մեքենան ամեն մեքենայով գալուց գողություն են անում։ Ամեն անգամ շարություն դարձրեք։ Շատ լավ, անպայման կզբաղվի։ Միկին էլ անակնկալի է գալիս, երբ հենց Փաշինյանից իմանում է, որ վիզաների ազատականացումը 1-2 օրվա հարց չէ։ Վիզաների ազատականացումը մոտավոր։ Ինչ ումա 1-2 տարուց։ Դե նկարվում ենք, պարոն Փաշինյան։ Այս տղամարդու խոսքով շատ մեծ խնդիր պետք է լուծի Փաշինյանը, չարիք դարձած կազինոները վերացնի։ ԿՊ ղեկավարը չի կարծում, որ իսկապես լուրջ է իրավիճակը։ Բոլոր կազինոները սատանայի տներ են։ Դուք Լավ եղբայրպետ չի չափազանցնել։ չեմ չափազանցնում։ Դավթաշենցի երեխաները կրնկակող հետևում են Փաշինյանին։ Փախուստի մտքեր կան նրա գլխում։ Երեխեք, ես հեսա Դավթաշենից փախնելու եմ։ Մի կողմից բողոքում է, թե նկարվելու խնդրանքներով շատ են խանգարում երեխաները։ Մյուս կողմից նյարդայնանում, երբ թիկնապահները արգելում են երեխաներին մոտենալ իրեն։ Ինչ են անում, չեմ հասկանում, այսօր ամբողջ օրը ներկայացում են։ Ինչ են թակում երեխեքի ծնողները։ Հետո չեմ հասկանում։ Ելույթի ժամանակ ԿՊ ղեկավարը հպարտանում է, որ աննախադեպ ծավալների բնակարանամուտեր են եղել վերջին 8 տարում։ Մենք շուրջ 1 միլիարդ դոլարի աջակցություն ենք ցուցաբերել քաղաքացիներին բնակարաններ ձեռք բերելու համար։ Բայց րոպեներ անց բախվում է նախ նորակառույցի մի թաղամասի բնակիչների դժգոհությանը։ Ուշացել են իրանք տարու կեսա, մենք էլ այստեղ վարձով ենք բնակվում։ Ինչքանով է ճիշտ մենք աշխատենք, իմ ամուսինը որնի բուն աշխատի համ վարձավճար տանք, համ հիպոթեկային գումարը վճարենք։ Հետո գրեթե նույն խնդրով երկրորդ բողոքն է վրա հասնում։ Ինձ եք խնդրում։ Մեր հանձնաժողով է գալու նախագիծը։ Հայք ենք խոսում ենք, որ սարքն հարգել ենք։ Դուք եք շենքում, չէ՞։ Պարզվում է Բաբկեն Թունյանն էլ է քաշված բնակիչներից մեկը, բայց ԿՊԱ-կանի հարևանները անձամբ Փաշինյանից են երաշխիքներ ուզում, որ հարևանությամբ կառուցված ապօրինի շենքի կողքին նույն կոռուպցիոն սխեմայով մեկ այլ շենք չի հայտնվի ու զբաղեցնի կանաչապատման համար նախատեսված տարածքը։ Չէ, բայց մի րոպե, ինչ եք ուզում, որ ես անեմ սրա հետ կապված։ Բազմաթիվ դիմումներ, քաղաքաշինության կոմիտե, տեսչական մարմին հրդեհային անվտանգության, հակակոռուպցիոն կոմիտե, դեռևս անցյալ տարվա օգոստոսին դիմում են գրել լրիվ հիմնավորումներով, որ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաներով այս ամեն ինչը արվել, հակակոռուպցիոն կոմիտեն շուրջ 9 ամիս է անգործության է այս մասով, ոչ մի բան չի անում։ Մենք արդեն չգիտենք էլ ինչ անենք։
Այսինքն ամբողջությամբ կեղծ փաստաթղթերի հիման վրա Չէ, վերջնարդյունք ուզում եք, որ այդ շենքը քանդվի, ինչ արվի։ Փաշինյանը վստահեցնում է, փոխվարչապետը զբաղվում է։ Մեզնից գոնե մի հոգի ներկայացուցիչ չլինի այդ հանձնաժողովում, պարոն։ Թողնի ես կապահովեմ։ Չեն համոզվում քաղաքացիները։ Ուզում են, որ լավ հասկանա խնդրի էությունը Նիկոլ Փաշինյանը։ Ասեմ էլի, եթե այս հողամասը ի վերջո Ենկոմ ես նստեմ ստեղ մինչև ժամը 8-ը ասեք, ինչ ասեք, կլսեմ, ասեք։ ԿՊ ղեկավարը որոշում է զանգել փոխվարչապետին։ Ստե հասցեն ոնց է։ Նիկոյան 64 Տիգրան Խաչատրյանը չի պատասխանում։ Հիմա չի պատասխանում։ Մի հատ Ձայնային հաղորդագրություն է ուղարկում ու քաղաքացու հեռախոսահամարը, որ նրան որպես նորակառույց թաղամասի լիազոր ներկայացուցիչ ներգրավեն քննարկումներին։ Պարոն Խաչատրյան, մենք Միկոյան 64-ով Մի ձայնային հաղորդագրություն էլ Անահիտ Ավանեսյանին է ուղարկում, որովհետև Միկին բողոքում է, որ ապահովագրությունը չի փոխհատուցում իր դեղերի գումարը, պատճառաբանելով, թե բազայում այդ դեղը չկա։ Մինչդեռ ըստ քաղաքացու վաճառքում դեղը կա։ Դեղերը ինձ ապահովագրությունով ուզում են վերցնեմ չկա, բայց փողով որ վերցնում ենք կա այդ դեղերը, ասма բազայում չկա։ ոնց են գնում։ Թերեզա Կադաևչյան, Էլեն Յահինյան, Հայլուր Կիրակի։ Բայց օգնականից հետ խոսեցի։ Ինքը կզբաղվի։ Խնդրում եմ։